Ինչպես ասվեց, մեր հանդիպումը հիմնականում նվիրված է լինելու նոր ուսումնական տարին սկսվելու կապակցությամբ ճանապարհային ոստիկանության կողմից արդեն իսկ իրականացված նախապատրաստական աշխատանքների եւ հետագա անելիքների ներկայացմանը, ինչպես նաեւ ես կներկայացնեմ, թե ինչպիսին է վթարայնության վիճակը այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում եւ ունեմ երևի թե բոլոր վարորդներին հուզող մեկ հայտարարություն, որը վերջում կարվի իմ կողմից, ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ ունենք կայուն վթարայնության վիճակ, կարելի է վիճակը գնահատել բավարար, քանի որ վերջին 5 տարիների տարեստարի աճող տենդենսի պայմաններում այսօր պատկերը լրիվ ընդհակառակը փոխվել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի եւ դրանց հետևանքով տուժած մարդկանց թվի նվազմանը այսօրվա դրությամբ կոնկրետ օգոստոսի 29-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 1799 ճանապարհատրանսպորտային ներողություն 1972 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 150 եւ վիրավորվել 2794 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պատահարների քանակը նվազել է 174-ով, զոհերի թիվը 53-ով եւ վիրավորների թիվը 253-ով։ Այս երեք ցուցանիշները դրանք վթարայնության վիճակը բնութագրող ամենահիմնական պարամետրերն են, որոնցով կարելի է գնահատական տալ, թե ինչպիսին է երկրում վթարայնության իրավիճակը եւ նորից եմ կրկնում 2011 թվականից սկսված տարեստարի մեր մոտ սկսվել էր աճի տենդենս եւ առաջի անգամ այս տարի այդ աճի տենդենսը կանգնել է եւ ընդհակառակը ունենք նորից նվազում, կարելի է ասել, որ ոչ թե 53, այլ մոտարապես 80 մարդու կյանք է փրկվել այս 8 ամիսների ընթացքում, իսկ ոչ ոք չգիտի թե ում ընտանիքից են այդ փրկված մարդկանց, ովքեր են եղել այդ մարդիկ, բայց վիճակագրությունը խոսում էր նրա մասին, եթե շարունակվեր տարեստարի այդ աճի տենդենսը շարունակվեր, ապա մենք պետք է այս դրությամբ ունենայինք մոտարապես +30 զոհ։ Հակառակը դրան ունենք -53, զոհերի թիվը կրճատվել է 53-ով, որը ճանապարհային ոստիկանության համար լուրջ ձեռքբերում է, իսկ ձեռքբերումը ըստ մեզ պայմանավորված է 3 գործոններով, առաջինը դա ակտիվացել է եւ խստացվել է վարչարարությունը ոչ թափ վիճակում վարող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ, մոտարապես կրկնապատկվել է նախորդ տարվա համեմատությամբ հայտնաբերված ոչ թափ վիճակում գտնվող վարորդների թիվը։ Հաջորդ գործոնը դա մենք պայմանավորում ենք տարվա սկզբից հունվարի 18-ից, եթե հիշում եք, մենք ակտիվ պայքար սկսեցինք թաղանթապատված արչեւի դիմապակիներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ եւ այսօր կարելի է ասել, որ արդեն իսկ գրեթե չես հայտնաբերի նման տրանսպորտային միջոց, որևէ արչեւի դիմապակին լինի թաղանթապատված վիճակում, տասնյակ հազարավոր տրանսպորտային միջոցների վարորդներ ինքնակամ հեռացրին թաղանթը արչեւի դիմապակուց, իսկ տասնյակ հազարավոր տրանսպորտային միջոցների վարորդներ էլ մեր միջամտությամբ համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո մաքրել են դիմապակիները եւ գտնվում են նորմալ գործարանային տեսքի։ Եվ երրորդ գործոնը, որի հետ պայմանավորված է հաջողությունը, դա սահմանված արագության գերազանցման փաստերի հայտնաբերման ուղղությամբ տարվող մեր աշխատանքն է, որը նույնպես կրկնապատկվել այդ ցուցանիշը եւ եռապատկվել է նախորդ տարիների համեմատությամբ։ Մենք նվազում ունենք նաեւ մանկահասակ երեխաների մասնակցությամբ կատարված ճանապարհատրանսպորտային պատահարների այդ թվականակույի մեջ ունենք -27 պատահարների քանակը կրճատվել է նախորդ տարվա համեմատությամբ 27-ով եւ 3 զոհ պակաս ունենք, 33 վիրավոր պակաս ունենք նախորդ տարվա այս նույն օրվա դրությամբ։ Եվ քանի որ ունենք մենք հաջողություն նաեւ երեխաների հետ կապված պատահարների հարցում եւ այս օրվա մեր սկսվող միջոցառումը միամսյակը նույնպես
վերաբերվում է երեխաներին, այդքանով արդեն իսկ կարևորվում է ոստիկանության կողմից եւ մենք մեր առջև խնդիր ենք դրել անել ամեն ինչ այս վիճակագրությունը պահպանելու եւ միամսյակը ավարտելու առանց երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների։ Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում մենք օգոստոսի 1-ից սկսած հանդիպումներ են կազմակերպել բազմաթիվ դպրոցների տնօրենների հետ, այցելել են գրեթե բոլոր այն դպրոցները, որոնք ճանապարհամերձ են, գտնվում են կոնկրետ փողոցների վրա, դպրոցների այդ տնօրենների եւ մանկավարժական կոլեկտիվների առաջարկությունները քննարկելով եւ հաշվի առնելով բազմաթիվ դպրոցների մոտակայքում նոր գծանշումներ է արվել, կոնկրետ հետիոտնային անցում գծանշումներ եւ բազմաթիվ դպրոցների մոտակայքում, եթե անհրաժեշտություն է եղել, թարմացվել են եւ ճանապարհային նշանները եւ նոր նշաններ են տեղադրվել։ Երևի թե ասածից մեջ համոզվելու համար դուք ինքներդ կարող եք շրջակայել Երևան քաղաքում կոնկրետ բոլոր այն դպրոցները, դուք ինքներդ համոզվել կատարված աշխատանքների իսկության վերաբերյալ։ Ուրեմն ամսի 1-ից սկսած բոլոր դպրոցները, որոնք գտնվում են փողոցների եւ ճանապարհների վրա, խոսքս միայն Երևան քաղաքին չի վերաբերվում, ամբողջ հանրապետության տարածքում, որտեղ որ դպրոցները կոնկրետ ճանապարհների վրա են գտնվում, պարեկություն են անելու ամբողջ ամսվա ընթացքում ոստիկանական կարգախմբեր եւ այդ կարգախմբերում ընդգրկված են լինելու եւ ճանապարհային ոստիկաններ, եւ համայնքային ոստիկանության ծառայողներ եւ պարեկապահակետային ծառայության ոստիկաններ։ Դրանք կոնկրետ կցված են լինելու դպրոցին եւ ամբողջ ամսվա ընթացքում չեն փոխարինվելու, որպեսզի յուրաքանչյուր ծառայող լավ տիրապետի տվյալ տեղանքին եւ կարողանա նորմալ կազմակերպի իր աշխատանքները։ Ոստիկանության կողմից ամեն ինչ արվելու է երեխաների տուն, դպրոց, տուն, ճանապարհը անվտանգ դարձնելու համար։ Բայց խնդիրը միայն, ես խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, միայն ոստիկաններից չի կախված, խնդիրը կախված է եւ երեխաներից, եւ երեխաների ծնողներից, եւ ձեզանից լրատվամիջոցները նույնպես անելիք ունեն, պետքա լուրջ քարոզչական աշխատանք տարվի եւ երեխաների եւ ազգաբնակության շրջանում, որպեսզի միասին համատեղ ուժերով կարողանանք միամսյակը ամփոփել բոլորիս համար ցանկալի արդյունքով, իսկ դա ցանկալի կլինի այն դեպքում, երբ մեկ ամիս հետո մենք ասենք, որ այդ միամսյակի ընթացքում ոչ մի երեխա տուն, դպրոց, տուն, ճանապարհին վրայերթի չի ենթարկվել կամ որևիցե պատահարի մասնակից չի դարձել։ Դրա համար ես կոչ եմ անում մեր երեխաներին ճանապարհը կտրել անցնել հիմնականում սահմանված վայրերով, հետևել լուսացույցի ազդանշանին, չխաղալ ճանապարհների վրա, հեծանիվներ չվարել ճանապարհներում, դրա համար կան սահմանված տեղեր կամ բոլոր տեսակի խաղերը կազմակերպել բակերում։ Եվ խնդրանք ունեմ մեր մանկավարժական կոլեկտիվներին, քանի որ երեխաները ամառային արձակուրդների ժամանակ արդեն իսկ վարժվել էին ազատ ռեժիմով գործելու, խաղալու այնտեղ, որտեղ որ ցանկացել են, ճանապարհը կտրել անցնել այնտեղով, որտեղ որ իրենք են ցանկացել, առաջին իսկ օրվանից աշխատանք տանել երեխաների հետ, առաջին օրը դպրոց հաճախող առաջին դասարանցու մեջ բոլորովս միասին փորձենք սերմանել այդ ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու կուլտուրան։ Եվ կոչ ունեմ մեր վարորդներին, հատկապես այս օրերին, լինել առավել զգոն, հատկապես դպրոցամերձ փողոցներով դպրոցի մոտակայքով անցնելուց լինել ավելի զգույշ, որովհետև հնարավոր է, որ այդ ժամանակ երեխա հայտնվի հանկարծ ճանապարհի բանուկ մասում, այդ դեպքերում պետք է պարտադիր կանգնել եւ զիջել եւ հաջորդ խնդրանք ու պահանջը մեր վարորդներին, ովքեր որ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով են երեխաներին դպրոց բերում, պարտադիր կանգնելուց, իջեցնելուց հետո անպայման ազատել երթևեկելի բանուկ մասը, հակառակ դեպքում երևի թե գործ ունենան ճանապարհային ոստիկաների հետ։ Մյուսը ուզում եմ, որ մեր վարորդները տեղեկացված լինեն, որ այսօրվանից Երևան քաղաքում բազմաթիվ դպրոցների մոտակայքում տեղադրված 40 առավելագույն արագություն սահմանափակող նշանները սկսելու են այսօրվանից գործել եւ արագաչափ սարքերը աշխատելու են այդ 40
կմ/ժ արագության ռեժիմով։ Հաջորդը, որ ես ասեցի, որ հայտարարություն ունեմ, այո, մի քանի դպրոցներում Երևան քաղաքի ոստիկանության կայքովել է արդեն իսկ հայտարարությունը տարածվել, որ այսօրվանից գործում են ամառային արձակուրդներին, դրանք աշխատում են 60 կմ/ժ առավելագույն արագության ռեժիմով, այսօրվանից սկսած արդեն աշխատելու են 40 կմ/ժ-ով։ Հաջորդը, որ խոստացա հայտարարության մասին հետ կապված, ասում եմ, որ երևի թե հիշում եք, երբ որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարվեց եւ պատասխանատվություն նախատեսվեց առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու վերաբերյալ, մենք որոշակի ժամանակ տրամադրեցինք մեր վարորդներին, որպեսզի կարողանան ինքնակամ թաղանթը հեռացնել, հետո նոր հունվարի 18-ից հետո մենք սկսեցինք օրենքը կիրառել եւ պատասխանատվության միջոցներ ձեռնարկել թաղանթապատված հողմապակիով երթևեկող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Այսօր մենք հայտարարում ենք եւ տրվում է մոտավորապես 12 օր ժամանակ մեր վարորդներին, իրենք արդեն իսկ 7 ամիս էլ երևի ունեին, իրենք գիտեին օրենքի փոփոխության վերաբերյալ եւ բոլորն էլ տեսնում էին, որ պայքար է տարվում թաղանթապատված հողմապակիով երթևեկողների նկատմամբ, սեպտեմբերի 10-ից արձանագրվելու է գունամշակված առջևի հողմապակիով երթևեկող այն տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ արձանագրությունները կազմել, որոնք համապատասխան ստանդարտների խախտում ունենան իրենց մոտ։ Խնդրում ենք, որ տարածեք, բոլորը թող իմանան, ունեն դեռևս ժամանակ, որպեսզի գունամշակված ապակիները բերեն գործարանային տեսքի։ Ձեր իմանալու համար ասեմ, որևիցե գործարան գունամշակված ապակիով, ստանդարտի խախտումով ավտոմոբիլ չի արտադրում։ Բոլոր այն ապակիները, որոնք որ գունամշակված են, արտադրվել են որևիցե գործարանի կողմից, որևիցե մասնավոր կամ պետական ընկերության կողմից, չգիտեմ որ երկրի, դրանք գործարանային չեն։ Հասկացանք, սեպտեմբերի 10-ից սկսելու ենք արձանագրել նաև դա, որտեղ մենք համարում ենք, որ առաջի փուլով պայքար սկսեցինք թաղանթապատված ապակիների նկատմամբ, վարչարարություն սկսեցինք, համարում ենք առաջի փուլով արդեն իսկ դա ավարտված, որովհետև շատ դժվար է այսօր փնտրել եւ գտնել ավտոմոբիլ, որի առջևի դիմապակին թաղանթապատված է։ Երկրորդ փուլով սկսում ենք գունամշակված ապակին, որովհետև փորձը ցույց տվեց, վիճակագրությունը ցույց տվեց, որ շատ դա իրենից վտանգ է սպառնում եւ բազմաթիվ վրաերթեր եւ վթարներ տեղի են ունեցել ընդամենը վարորդի վատ տեսանելիության պատճառով։ Այսքանը։ Այո, այդ մուգ ապակու մասին է խոսքը, որի լուսաթափանցելիությունը պետք է լինի 75%-ից ոչ պակաս։ Իսկ որևիցե գործարան, որևիցե ավտոմոբիլ գործարանից դուրս չի գալիս 75%-ից պակաս լուսաթափանցելիության առջևի հողմապակիով։ Այդքան հարցեր կա։ Ներկայացեք, հա սկզբից։ Բնականաբար համագործակցում ենք Երևան քաղաքի քաղաքապետարանի հետ եւ ձեր նշած կարմիր գծերի եւ ընդհանուր առմամբ երևի հիմա էլ կտեսնեք, եթե նայեք, տեսանյութը ցուցադրվում, որտեղ կա նաեւ քաղաքապետարանի ներկայացուցիչը, մենք միասին ենք այս ամբողջ նախապատրաստական աշխատանքները իրականացրել, երբ հայտ է ներկայացվում որևիցե փողոցում կարմիր գծեր գծելը, դա բնականաբար ճանապարհային ոստիկանության համաձայնություն ստանալուց հետո է։ Եթե կլինեն տարաձայնություններ, կլինեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, անմիջապես դրանք շտկվում են մեր կողմից։ Երևանյան ամենախնդրահարույց մի քանի դպրոցներ չեն, երթևեկության տեսակետից, որոնք
թե ինքը ճանապարհային երթևեկության կոնկրետ ինտենսիվ գոտում է գտնում տվյալ դպրոցը, չի կարող պատահել, որ այդտեղ հետիոտնային անցատեղեր նախատեսված չլինեն կամ վերգետնյանություններ կամ հենց ճանապարհի վրա հետիոտնային անցատեղեր եւ համապատասխան ճանապարհային գծանշումներ կառավարված չլինեն, խնդրահարույց ոչ թե այդ իմաստով, որ չկան համապատասխան տեխնիկական կարգավորման միջոցներ, այլ ունենք մենք դպրոցներ, որտեղ ծնողները հիմնականում 2-3 մեքենաներով են իրենց երեխաներին դպրոցներ բերում, փորձում են մի 5-10 րոպե կանգնել մինչև երեխային համապատասխան իրենց դասասենյակ հասցնել, հետո տրանսպորտային միջոցը հանել երթևեկելի բանուկ մասից, այդպիսի դպրոցների մոտակայքում էլ արդյունքները տեղադրվել, որպեսզի ամբողջ օրը ճանապարհային ոստիկանը բնականաբար չի կարող կանգնել մենակ դպրոցի մոտ ու տեղ ծառայություն կատարել, տեսախցիկներով է հսկվելու, որպեսզի կարողանանք մենք երթևեկելի երկրորդ գոտին միշտ մաքուր պահել երթևեկության համար խցանումներից խուսափելու նպատակով։ Կոնկրետ ունենք Պուշկինի դպրոց, Աղայան դպրոց, ունենք Չեխովի անվան դպրոց, որտեղ գիտեք, որ երեխաներին բերում են 2-3 մեքենաներով ու ընդամենը մի 10 մեքենայի համար տեղատեղ ունեն այդ դպրոցների մոտակայքը, բայց մի անգամից բոլորը մի ժամին են բերում, բոլորը 100 մեքենա չի կարող տվյալ վայրում նույն րոպեին կանգնել ու ազատել, արհեստական խոչընդոտներ է ստեղծում երթևեկության համար, մեր առաջարկությամբ այդ վայրերում տեղադրվել են նաև տեսախցիկներ, բացի այդ, որ այդ խնդրահարույց դպրոցների մոտակայքում կոնկրետ ամբողջ օրը, բացի միամսյակը ավարտվելու է, հնարավոր է մնացած դպրոցների մոտից տեսուչները անցնեն իրենց հիմնական գործառույթների իրականացմանը, բայց այդ խնդրահարույց 10 վայր ունենք, որ ամբողջ տարվա ընթացքում, եթե կա դպրոց, կա ուսումնական տարի, ուրեմն այդ վայրերում մենք ունենք բարեկություն իրականացնող ճանապարհային ոստիկաններ։ Սիրո։ Բնականաբար այնքան սպորտային, այո, ճիշտ եք դուք, այնքան սպորտային մեքենաների մասին չի խոսքի, ինչքան որ մոդայիկա դարձել, կոնկրետ Երևան քաղաքի կենտրոնական մասերում այդ մոտոներն ու մոտոցիկլներն ու մոպեդներ վարելը խիստ պայքար ենք տանում դրանց նկատմամբ օրենքի սահմաններում հնարավորինս վարչական ներազդեցության միջոցներ ձեռնարկելով։ Դա մեր ուշադրության կենտրոնում է, բայց այնքանով, որքանով, որ մենք օրենքով ունենք լիազորություններ։ Որոշ ժամերին էլի։ Անում ենք։ Մեզ համար էլ նույն խնդիրն է, դա ինչ որ ձեզ է հետաքրքրում։ Լոգիցինը դրանցից թերքություն չկար։ Մենք էլ ենք քննարկում ինչ որ նոր բաներ ենք մտածում, կարողանանք այդ բարձր աղմուկով շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ որոշակի ներազդեցության միջոցներ կիրառել։ Ասում եմ, այնքանով ենք մենք կարողանում պայքարել, դրանցից մեծ մասը առանց համարանիշի են երթևեկում, կոնկրետ հայտնաբերում, արձանագրում ենք։ Հարաբերակապերը դրանց լուծում են։ Այո։ Ինչի համար են համարցակ։ Չէ, իրենք էլ արագաչափ Չէ, եթե առանց համարանիշի են երթևեկում, պարտադիր մեր կողմից հայտնաբերվում եւ ԱԱՔ-ն էլ մեծ տուգանք է նախատեսված, քիչ չի 200,000 դրամ։ Բնականաբար, բազմաթիվ, ոչ թե կան, այլ բազմաթիվ ունենք դեպքեր, երբ այդպիսի մոտոցիկլներ հայտնաբերելուց օրենքը թույլատրում է, մենք տեղափոխում ենք ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք եւ կազմում համապատասխան արձանագրություն, որի տուգանքի գումարի չափը բավականին մեծ է 200,000 դրամ։ Կարծում եմ, որ այս միջոցներով մենք ինչ-որ բանի կհասնենք։ Պարոն Սարգսյան, խոսեցիք վթարների վերաբերյալ, հա, ներկայացրեցիք վիճակագրություն եւ երեք պատճառ, թե ինչու են նվազել զոհերը, վիրավորները եւ այլն եւ այլն։ Այդ երեք պատճառի մեջ չնշեցիք արագաչափերը եւ տեսախցիկները, հա, քանի տոկոս է գնահատում նրանց դերը վթարների նվազման գործում։ Ես երբ որ ասեցի, որ պայքարը ակտիվացվել է արագության, սահմանված առավելագույն արագության գերազանցման փաստերի հայտնաբերման ուղղությամբ, դա վերաբերում էր եւ ճանապարհային ոստիկանների կողմից տարված աշխատանքին եւ ինչու՞ չէ նաեւ
արագաչափերին։ Այս ամբողջ գործոնները միասին չեմ կարող ասել կոնկրետ, երբ բաժանենք 3 մասի, որին քանի մասներ չափաբաժին հասնում, բայց հիմնականում այդ 3 գործոններով է պայմանավորված այսօրվա մեր հաջողությունը, որովհետև ես խնդրում եմ բոլորդ լուրջ վերաբերվեք այդ 3 ցուցանիշներին ու երևի թե պետք է այդ հասցնել ազգաբնակչությանը վերջին 5 տարիների ընթացքում առաջին անգամ պատկեր է փոխվել Հայաստանի Հանրապետությունում 3 ցուցանիշներով էլ մենք ունենք նվազում։ Եղել է տարի, որ մենք ասել ենք ինչ լավ է այս տարվա ցուցանիշների մեջ 19 զոհ պակաս ունենք, բայց մնացած երկուսը բացասական է եղել, այսինքն աճ է եղել ընդհանուր պատահարների քանակի եւ վիրավորների թվի, բայց այս անգամ վթարայնության վիճակը բնութագրող 3 պարամետրերով ունենք դրական ցուցանիշներ եւ դա կարող ենք բոլորիս համար որպես ձեռքբերում համարել, որտեղ 80 մարդ կամ 100 մարդու կյանք փրկելը դա երևի թե մեծ գործ է։ Ամսի 1-ի առավոտյան ժամը 8-ից, երբ որ շրջագայեք բոլոր դպրոցների մոտակայքում, կտեսնեք, որ բոլոր ճանապարհային ոստիկանները եւ մնացած իմ կողմից նշված ծառայությունների ոստիկանների հիմնական գործը կոնկրետ ծառայություն իրականացնել դպրոցների մոտակայքում եւ հետեւել երթևեկությանը, օգնել երեխաներին ճանապարհները անցնելու գործում։ Դա է մեր հիմնական ամբողջ ամսվա աշխատանքը դա է լինելու։ Աշխատելու ենք հատուկ ռեժիմով, առանց հանգստյան օրերի, առանց հանգստյան ժամերի։ Այո, ամսի 1-ի առավոտյան ժամը 8-ից 15 պակաս, եթե այցելեք դպրոցներ, կտեսնեք, որ արդեն ոստիկանները կանգնած են սահմանված վայրերում։ Ասեմ 10 օրից միամսյակի անցնելու խնդիրը կապված էր նրանում, որ առաջի անգամ մենք 4 տարի առաջ էր դա, որ 10 օրյակը փոխարինեցինք միամսյակի, մտածելով, որ 10 օրը քիչ է այդ 3 ամսվա ընթացքում ազատ ռեժիմի սովորած երեխաներին հետ բերել, ադապտացնել կոնկրետ մեր համար պահանջվող ռեժիմին։ Փորձեցինք միամսյակով կազմակերպել այս աշխատանքը, արդյունքները եղավ դրական, կոնկրետ անցած տարի 2015 թվականի միամսյակի ընթացքում մենք տուն, դպրոց տուն ճանապարհին որևիցե ճանապարհատրանսպորտային պատար չենք ունեցել, որը կապված է եղել դպրոց հաճախող երեխայի հետ։ Դա է խնդիրը, բայց ինչ վերաբերում է, որ ամբողջ տարին մենք աշխատենք այս ռեժիմով, չունենք այդ ռեսուրսը, որտեղ մենք ունենք նաև այլ խնդիրներ, ունենք ճանապարհահատվածներ, որտեղ պետք է մշտական բարեկություն իրականացվի, բայց մենք կոնկրետ միամսյակի ընթացքում ամբողջ մեր ուժերն ու միջոցները կենտրոնացնում ենք դպրոցներին։ Կարծում եմ այդ 1 ամիսը հերիք է, դրանից հետո բավական է։ Երբ որ մենք շարունակենք եւ ծնողները, եւ աշակերտները, եւ մանկավարժական կոլեկտիվները կոնկրետ այն հորդորը պահպանելը, այն աշխատանքները անելը, այն ինչ որ նոր մենք հնչեցրեցինք, երևի թե կունենանք ցանկալի արդյունք։ Բան ճիշտ է, մերի պարոն Քարսյան, առավոտորակը ասացիք վարորդներին ուղղված հայտարարության մեջ, կանուր ապակիների մասին էիք խոսում։ Արջևի հողմապակուն։ Ես մի քանի անգամ շեշտեցի, խոսքը վերաբերվում է արջևի հողմապակին, գունամշակված եւ ստանդարտի խախտումով երթևեկողների։ Բացառապես այսօր խոսքը վերաբերվում է արջևի հողմապակուն, որտեղ ամենամեծ վտանգը իր մեջ ներառում է վարորդի տեսանելիությունը այդ սահմանափակումը, որը կապված է հողմապակու հետ։ Այո, դեմի պարբրիսը, հա։ Կան հարցեր։ Չէ, նման պահանջ չի դրվում մեր վարորդներին, որտեղ արել ենք մեկ անգամ փորձնական ուշադրությունը մեծացնելու եւ երեխաների եւ մնացած վարորդների դրա անհրաժեշտությունը չենք տեսնում, որտեղ ամբողջ սեպտեմբեր ամիս դա արվում է հիմնականում այն եղանակներին, երբ մառախուղ, վատ տեսանելիություն
բայց ամբողջ սեպտեմբեր ամիսը Հայաստանի Հանրապետությունում արևոտ ու արել ենք, բայց ինչ որ դրա արդյունքը չենք տեսել։ Անիմաստ պահանջներ չենք մեր վարորդներից չենք պահանջել։ Պարզակցեն ժողովուրդ օրաթը, նկատում ենք, որ Երևանի կենտրոնական հատվածներում ավելի շատ է ոստիկանների հսկողությունը, քան մնացած այլ վարչական շրջաններում։ Ինչով է սա պայմանավորված, օրինակ կան կոնկրետ դպրոցներ, որտեղ ոստիկանական հսկողություններ չկան, իսկ կենտրոնում ավելի շատ է հսկողություններ։ Խոսք է վերաբերում էր կոնկրետ այս ուսումնական տարին սկսվելուն միամսյակի հետ, որ կենտրոնում ավելի շատ են, թե ընդհանուր առմամբ եք ասում։ Ընդհանուր առմամբ։ Եթե խոսքը ընդհանուր առմամբ վերաբերվում, այո, կենտրոնական փողոցներում ավելի շատ է հսկողություն, որտեղ հիմնական այն խախտումները, որոնց նկատմամբ մենք հատուկ կանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացնում, փորձը ցույց է տվել, որ այդպիսի մեքենաները հիմնականում երթևեկում են Երևանի կենտրոնական փողոցներում։ Դա է նպատակը ու հիմնականում երևի թե դուք տեսել եք կոնկրետ այն օրերին, երբ մենք հատուկ միջոցառումներ ենք կազմակերպում։ Այո, հատուկ օրեր ունենք, որ միջոցառումներ ենք կազմակերպում, նպատակաուղղված եւ այդ թաղանթապատված ապակիների հայտնաբերման եւ ոչ թափ վիճակում վարող վարորդների նկատմամբ եւ առանց համարանիշի կամ կեղծված համարանիշներով երթևեկող տրանսպորտային միջոցների նկատմամբ տարվող աշխատանքին, քանի որ հիմնականում դրանք երթևեկում են կենտրոնական մասերում, կոնկրետ այդպիսի միջոցառումների ընթացքում հիմնական ուժերն ու միջոցները տեղափոխվում է կենտրոն։ Մնացած սովորական պայմաններում հավասարապես է բաշխված ամբողջ մայրաքաղաքում ունենք 12 համայնք եւ բոլոր համայնքներում էր 1-ից 2 կարգախումբ որպես կանոն բարեկություն իրականացնում։ Հարվ 68 դպրոց, հարվ 62, Անդրանիկի փողոցի վրա։ Ուրեմն մեր այս ամենավերջի շրջագայությունից հետո Երևան քաղաքում խորհրդակցություն է տեղի ունեցել, որտեղ բոլոր դպրոցների տնօրեններին պահանջ է ներկայացվել, որ խնդրում ենք ասեք, ով ինչ խնդիր ունի նոր ուսումնական տարին սկսվելու հետ կապված։ 18 դպրոցներ հայտ էին ներկայացրել, որ իրենց դպրոցների մոտակայքում գծանշումներ չկան։ Այ Երևան քաղաքի տրանսպորտի վարչության պետի հետ միասին ուսումնասիրել ենք այդ բոլոր 18 դպրոցները, խոսք է վերաբերվում էր ոչ թե ճանապարհներին կատարված գծանշումների կամ նշանների մասին, այլ ուղղակի իրենց դպրոցի բակերում, որ երեխաներին շարք կանգնացնելու, չգիտեմ, ինչ որ միջոցառումներ անցկացնելու գծանշումներ չկային արված, այդ որը կապ չունի ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ, որը մեր խնդիրը չի։ Այս 162 դպրոցի մասին խոսք չի եղել, ես ասեք հեռախոսը համար, ես ճշտեմ ձեզ զանգարեմ։ Կոնկրետ ձեզ պատասխանը տամ։ Խնդիրը կա, թե չկա։ Հնարավոր է, որ ինքը շենքերի բակում է, ոչ երթևեկելի մասում։ Հա, երևի, եթե բակերի մեջ է դպրոցը, տեղ ինչ որ գծանշում անելը անիմաստ է, որտեվ ոչ թե դժվար է անել գծանշում, այլ ուղղակի անիմաստ է, երբ որ դպրոցը ինչ չէ, երբ որ մենք տեղադրում ենք հետիոտնային անցատեղի, զգուշացեք երեխաներին, այ տեսեք այն նշանը, եթե պետքա տեղադրվի, այն որ երևում է, այդ նշանը պետքա տեղադրվի այն փողոցներում, որտեղ կա երթևեկություն, կոնկրետ, որ վարորդներին զգուշացնի, որ այստեղ հետիոտնային անցատեղ է, զգուշացնում է, բայց եթե ինքը կոնկրետ գտնում է բակերի մեջ, անիմաստ է, բայց անպայման 162 դպրոցի մասին ես խոստանում եմ այսօր եւ այդ տրամադրել մեր լրատվական վարչությանը, իրենք էլ ձեզ կտան տեղեկատվություն։ Եթե կա որևիցե բան անելու, անպայման մինչև իրիկուն արված կլինի։
Վերջին 5 տարիների ընթացքում 11 թվականից սկսած մենք տարեստարի մոտավորապես 10% աճ ենք ունեցել, մինչև 2015 թիվը նորից ամփոփել ենք պատահարների թվի, զոհերի թվի եւ վիրավորների թվի աճով։ Առաջի անգամ այսօրվա դրությամբ օգոստոսի 30-ի դրությամբ մենք ամփոփում ենք 3 պարամետրերի նվազումով։ Եվ կարծում եմ, որ այս տեմպը պահելով մինչև տարվա վերջ, երևի թե մենք 70 զոհով պակաս առնվազն կամփոփենք։ Ու կարծում եմ, որ ամեն ինչ կանենք, որպեսզի մենք մեր ուզած ցուցանիշներով ամփոփենք։ Ուրեմն 53 զոհ պակաս անցած տարվա այսօրվա դրությամբ։ Ունենք 150 զոհ։ Իսկ նախորդ տարի այսօրվա դրությամբ ունեցել ենք 203 զոհ։